Debenhams բրենդային խանութ բնակարաններ Տերյան 66 շենքում ու Հյուսիսային պողոտայում։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղսագրվող շուրջ 49 անշարժ գույքերից մի քանիսն են։ Անշարժ գույքերն իրենցից ներկայացնում են հիմնականում բնակարաններ եւ ավտոկայանատեղիներ, դրանք հաշվառված են հիմնականում Արմեն Գևորգյանի մերձավոր ազգականների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց անվամբ, սակայն փաստացի պատկանում են Արմեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան նշում է Գևորգյանը 18 տարի զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կաշառքների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում ձեռք բերած գույքերի իրական բնույթը եւ ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով 2004-ից 18 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի եկամուտները։ Նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Գևորգյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը 2002-ից 2018 թվականների ընթացքում կազմել է շուրջ 743 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, մինչդեռ նույն ժամանակահատվածում նրանց կողմից Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Չեխիայի Հանրապետությունում ձեռք են բերվել ընդհանուր շուրջ 49 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքներ։ Ըստ մեղադրանքի Երևանում եւ մարզերում գտնվող 39 անշարժ գույքերի պայմանագրային արժեքների հանրագումարը շուրջ 750 միլիոն է եղել։ Մինչդեռ դրանց իրական շուկայական արժեքները գործարքների կատարման ժամանակ գերազանցել է ավելի քան 4 միլիարդ դրամը։ Իսկ Չեխիայի Հանրապետությունում գտնվող Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցված անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է շուրջ 391 միլիոն ՀՀ դրամին համարժեք 920,000 ԱՄՆ դոլար։ Կոմիտեի պաշտոնյայի խոսքով Երևանի մի շարք բնակարանների եւ ավտոկայանատեղիների առողջարքի պայմանագրերում Արմեն Գևորգյանը եւ նրա հետ փոխկապակցված անձին կարտացոլել են շուկայական եւ կադաստրային արժեքներից էականորեն ցածր գին։ Մինչդեռ դրանց դիմաց վճարել են իրական շուկայական արժեքների չափով գումարներ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի Արմեն Գևորգյանը օգտագործելով պաշտոնից բխող դիրքն ու հեղինակությունը անօրինական ներգործել է համայնքների մի շարք ղեկավարների նկատմամբ։ Վերջիններին դրդելով գործող օրենսդրության պահանջների խախտմամբ վարձակալության պայմանագրերի հիման վրա տրամադրել հողատարածքներ փաստացի իրեն պատկանող առևտրային կազմակերպություն հանդիսացող էլեկտրաէներգիայի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին, այդ կերպ նպաստելով ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը։ Նախկին փոխվարչապետը սակայն մեղադրանքը չի ընդունում։ Նա մի քանի լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել մեղադրանքը քաղաքական ու չփաստարկված որակելով։ Արդար եւ բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է եւ պատկանում է կնոջս հարազատներին, համարելով նրանց անցյալ եւ կենսագրություն չունեցող անձինք։ Թելման եւ Վալերի Սահակյանները Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդային եւ ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են։ Նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական եւ ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան մինչդեռ հակադարձում է գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ու ապացույցներ։ Նշված անշարժ գույքերը վերաբերում են բացառապես առողջարքի պայմանագրերի եւ վարձակալության պայմանագրերի հիման վրա ձեռք բերված գույքերին, դրանք չեն վերաբերում ժառանգության կամ օտարման այլ եղանակներով ստացված գույքերին։ Այսպիսով նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է շուրջ 5 միլիարդ դրամի փողերի լվացման համար։ Նա անցնում է նաև այլ գործով մեղադրվում գործարար Սիլվա Համբարձումյանից $1 միլիոն կաշառք ստանալու համար։ Տաթև Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։